Հայաստանի մայրաքաղաքում Երևանյան երկխոսություն 2026 միջազգային համաժողովի շրջանակում կքննարկվի Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը։ Հայաստանի համար Իրանը կարևոր տնտեսական գործընկեր է և դարպաս դեպի տարածաշրջանային շուկաներ, ինչը նշանակում է, որ խափանումները կարող են ազդել կապի, էներգետիկ համագործակցության և անվտանգության վրա։ Ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է ազդել նաև Ադրբեջանի, Վրաստանի և մյուս տարածաշրջանային դերակատարների վրա, անդրադառնալով էներգակիրների տարանցմանը, ռազմական խմբավորումներին և տնտեսական միջանցքներին։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նոր փոփոխություններով սահմանվել են հստակ ֆինանսական կանոններ գործատուների, անհատ ձեռներեցների և անհատ վճարողների համար։ Անհատ ձեռնարկատերերի և նոտարների որոշ խմբերի համար ապահովագրավճարների ինքնուրույն վճարման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 20-ը։ Եթե անհատ ձեռնարկատերը դադարեցրել է գործունեությունը մինչև տարեվերջ և չի օգտվել բժշկական ծառայություններից, վճարված գումարները ենթակա են վերադարձման։ Գործատուներին էլ իրավունք է տրվել ամբողջությամբ կամ մասնակի հոգալ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ապահովագրական ծախսերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անցնում են համատեղ վերահսկողության, թիրախավորելով ընտրությունների ֆինանսական կողմը։ Հանձնաժողովները համատեղ գործիքակազմով ստուգելու են կուսակցությունների և դաշինքների ստացած բոլոր նվիրատվությունների ծագումնաբանությունը, հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումները և այդ միջոցների փաստացի տնօրինումը, բացառելու համար չհայտարարագրված ծախսերը։ Գերատեսչությունները շեշտում են, որ ֆինանսական հաշվետվողականության ցանկացած խախտում կստանա համարժեք իրավական հակազդեցություն։ Կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում էջերն ու ամբողջական ձևանմուշը կենթարկվեն որակի ստուգումների։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ նախատեսված վիզա էջերի համար։ Արտադրական թուղթը անցել է հատուկ մշակում զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով և բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն մանրաթելեր, պատրաստված հատուկ Հայաստանի Հանրապետության համար։ Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումը Հորմուզի նեղուցում ուժեղացնում է ճնշումը Իրանի նավթային առևտրի վրա։ Սրա հետևանքով վերջին շաբաթներին արտահանումը կտրուկ նվազել է, իսկ պահեստարաններն արագ են լցվում։ Արդեն հիմա երկիրը սկսել է կրճատել արդյունահանումը, հայտնում է Bloomberg-ը։ Իրանը հույսը դնում է պատժամիջոցներին դիմակայելու իր տասնամյակների փորձի վրա։ Այս առճակատման հետևանքով նավթի համաշխարհային գները հասել են վերջին 4 տարվա առավելագույնին։ Իրանի ռազմավարությունն է ձգձգել գործընթացը և տնտեսական վնաս հասցնել Միացյալ Նահանգներին էներգակիրների թանկացման միջոցով։ Ճապոնիան 2025-ի հունիսից ի վեր առաջին անգամ ռուսական նավթ է գնել։ Վերջին տարիներին Ճապոնիան նավթի մատակարարումների 95%-ը ստանում է մերձավոր արևելքի երկրներից։ Ներմուծման մեծ մասն անցնում է Հորմուզի նեղուցով։ 2022-ից գործում է բացառություն Սախալին 2-ից ռուսական նավթի ներմուծման համար, քանի որ դա անհրաժեշտ է Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։ Լիտվայում աղքատության մակարդակն աճել է հատկապես ավելի հեռավոր շրջաններում։ Լիտվայում գրեթե 700,000 մարդ ապրում է աղքատության շեմից ցածր։ 3 ամիսը մեկ անգամ կարիքավոր մարդիկ ստանում են մոտ 5 կիլոգրամ սննդամթերք։ Սննդի փաթեթներ ստացողների մեծ մասը տարեցներ են, սակայն ավելի ու ավելի հաճախ օգնության համար դիմում են նաև երիտասարդ ընտանիքներ։ Տեսլան թողարկել է ռոբոտաքսի հավելվածը Android-ի համար։ Հավելվածը թույլ է տալիս օգտատերերին մուտք գործել իրենց սովորական Տեսլա հաշվի միջոցով, քարտեզի վրա ընտրել երթուղին և անմիջապես տեսնել մոտավոր արժեքն ու ժամանման ժամանակը։ Շարժման ընթացքում ուղևորը լիարժեք վերահսկում է սրահի միջավայրը։ Հավելվածի միջոցով կարելի է կառավարել մուլտիմեդիա համակարգը, փոխել նստատեղերի դիրքը և հետևել երթուղուն իրական ժամանակում։ Գործազրկությունը շարունակում է մնալ Հայաստանի սոցիալական առանցքային մարտահրավերներից մեկը և ակնհայտ է դառնում, որ ժամանակակից աշխատաշուկայում հաջողելու համար միայն մասնագիտական գիտելիքը բավարար չէ։ Թվային հմտությունները դարձել են գրեթե ցանկացած աշխատանքի անհրաժեշտ նախապայման, իսկ դրանց բացակայությունը գործազրկության խորացման կարևոր գործոն։ Այս ֆոնին կառավարությունը առաջարկում է նոր ծրագիր ուղղված գործազուրկների թվային գրագիտության զարգացմանը։ Ժամանակին այդ աշխատանքի տեղավորումը
կարգավորման ծառայությունները հեռախոսով, այցելություններով էր իրականացում, հիմա կան ժամանակակից բազմաթիվ գործիքներ, էլեկտրոնային փոստ, հատուկ կայքեր, ծանուցումներ, ինքնակենսագրական գրել, էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր եւ այլն։ Եվ մենք հասկացանք, որ մենք կարիք ունենք մեր հազարավոր քաղաքացիների հմտությունները բարելավելու։ Պաշտոնական հիմնավորմամբ գործազուրկների զգալի մասը չի տիրապետում նույնիսկ տարրական թվային գործիքներին եւ խնդիրները առավել սուր են սոցիալապես անապահով, ցածր կրթական մակարդակ ունեցող եւ մարզային բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում են ներգրավել մինչեւ 10,000 գործազուրկ։ Մասնագետները սակայն կարծում են, որ դասընթացներից հետո դժվար թե քաղաքացիները կարողանան բարձր վարձատրվող աշխատանք գտնել, քանի որ դրանք համալրվում են հիմնականում մրցութային կարգով։ Գործազրկության առումով սա ուղղակիորեն չի կարող իմ կարծիքով ազդեցություն ունենալ գործազուրկների թվի կրճատմանը, ինչ հաստատվում, որ կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք որ չեն համալրվում աշխատատեղեր, որովհետև անձը չի կարողանում օրինակ էլեկտրոնային եղանակով ինքնակենսագրական ուղարկի, իմ կարծիքով դա ստատիստիկ առումով չնչին դեպքեր կարող են այդպիսի լինել։ Նախատեսվում է դասընթացների կազմակերպում հիբրիդ ձևաչափով առկա եւ առցանց բաղադրիչների համադրմամբ։ Ընդհանուր տևողությունը 24 ակադեմիական ժամ կլինի։ Դասընթացներն իրականացվելու են 6 շաբաթվա ընթացքում, շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։ Դասընթացի բովանդակությունը ներառում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքները, կիբերանվտանգության հիմունքները, թվային անվտանգություն եւ էթիկա, անպային տեխնոլոգիաներ եւ Google ծառայություններ, Microsoft Office ծրագրերի կիրառություն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի կիրառում։ Ծրագրի առաջին փուլի նախնական ֆինանսական հաշվարկներով ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 493 միլիոն դրամ, իսկ դասընթացների ավարտին մասնակիցները անցնելու են ամփոփիչ գնահատում, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները ստանալու են սերտիֆիկատ եւ 50,000 դրամի չափով էլեկտրոնային վաուչեր։ Մասնագետները նկատում են, որ ծրագրի գումարով այլ առաջնահերթություններ ունեցող հարցեր կարելի է լուծել։ Որքանով օրինակ չէր կարելի այդ նույն մեծ գումարով ընդունենք դա ուղղել աշխատատեղեր ստեղծելուն, օրինակ մասնավոր դաշտում գործածողներին որոշակի արտոնություն տալ, եթե նրանք կընդունեն լրացուցիչ աշխատողներ, եթե խթանը գործազրկությունն է, դրա առաջին պատճառը աշխատատեղերի սակավություն։ Վաուչերները ընդհանրապես տոմս է հետագայում մասնակցելու այլ դասընթացներին եւ չի բացառվում նաեւ, որ օրինակ տվյալ դասընթացները արժենան շատ ավելի թանկ եւ քաղաքացիներին ասեն, որ 50,000-ը դուք վաուչերով վճարեք, մնացածը ձեր գրպանից։ Թվային գրագիտության զարգացման ծրագիրը ներկայանում է որպես ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համահունչ քայլ, սակայն մասնագետները առաջ են բերում մի շարք կարևոր հարցեր՝ իր արդյունավետության, նպատակային լինելու եւ իրական ազդեցության վերաբերյալ։ Տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի բացման պաշտոնական արարողությունը։ Համաժողովին ներկա է գտնվել նաև Հայաստանի ֆինանսների նախարարության պատվիրակությունը։ Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդան իր ելույթում կոչ է արել ասիական եւ խաղաղօվկիանոսյան երկրներին միասին գործել համատեղ զարգացման համար, ամրապնդելով անդրսահմանային կապերը, որոնք նպաստում են կայունությանը եւ ներառական աճին։